Օակների մասին օրենքի կազմակերպության տնօրենին վերապահված է մի շարք գործառույթներ, դրանից բխող իր գործունեությունը կազմակերպելու իրավունքներ, որը կարող է արդեն լինել հրամանների տեսքով թատրոնում կազմակերպությունում գործունեությունը ծավալելու, եւ մենք սրանից ելնելով ունեցել ենք բացի բուն վաճառքի տոմսերից նաեւ երրորդ անձանց մուտքի թույլտվություն ենք ունեցել, այսինքն հրավիրատոմս գրություն եւ այլն։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ մենք 3 ամսվա մեր ընդունված, սահմանված կարգով, ինչպես միշտ, բնական ձևով, ինչպես բոլոր թատրոնները, հաշվետվություններում ներկայացրել են եռամսյակի համար 1200 այդպիսի տեղեր, հրավիրատոմսեր, ազատ, այսինքն մուտքի հնարավորություն ենք տվել անձանց, որը մեկնաբանվել է այնպես, որ մենք ինչու ենք տրամադրել, որովհետև դա մենք կարող ենք վաճառել, եւ տրամադրելուց առաջ պիտի պարտադիր եւ անպայմանորեն հայտնեինք լիազորու մարմնին, Երևանի քաղաքապետին, թույլտվություն եւ այլն, որը որ այս դեպքում որևէ ձևով չի ամրագրվում դրա մասին։ Բայց ես ուզում եմ ավելի բարձ ասեմ, որովհետեւ թիվը, քանի որ թվերով են ասում 1200, ստացվում է 1200 մեծ թիվ է։ Մենք ըստ էության հունվար ամսին ունեցել ենք 322 այդպիսի տեղեր անվճար կամ հրավիրատոմս, ինչպես որ ասում ենք, ավելի բարձ ձևով նշված է մեր աշխատակազմին, ԲՀԹ աշխատակազմին 111 տեղ, հաշվի առնելով մեր կոլեկտիվը, որ շուրջ 100 հոգի է եւ գումարած նաեւ քաղաքական հիմունքներով դերասանի եւ այլ ծառայություններ մատուցող մեր գործընկերները, նույնիսկ հաշվարկով անձին 1 հրավիրատոմս չի գալիս ամբողջ ամսվա ընթացքում։ Կոլեկտիվ խմբերի դեպքում 1-2 ներողություն 106 տեղ, 10-ից ավելի դեպքում 1 եւ 1-2 հրավիրատոմս, այսինքն ազատ է։ Այսինքն կոլեկտիվ ասածներ մենք ունենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համապատասխան հրամանը, որը որ հասցեագրված է նաեւ մեզ որպես թատրոնի, մենք սպասարկում ենք դպրոցական աբոնեմենտով պատանիներին, դպրոցահասակներին, մեր թատրոնը ամենաակտիվներից մեկն է թատերական դաշտում եւ 106 տեղել այդ տեսակ ուղեկցողներն են, այսինքն յուրաքանչյուր 10 հոգու մեկ ուսուցիչ կամ ծնող կոմիտե, դասվեք կարող են գալ, այսինքն այս թվերը ուզում եմ ավելի պարզ ասեմ ձեզ։ Դրանցից հետո 322-ից 102 տեղը կազմում են ուսանողները, այսինքն թատերական ինստիտուտի կլինեն, տարածաշրջանային քոլեջը կլինի, Շարլ Ազնավուրի պետական քոլեջը կլինի, մարդիկ, ովքեր մասնագիտական կրթություն ստանում են իրենց քոլեջներում, բուհերում, եւ մենք գիտենք, որ ընդունված բան կար, մեր ժամանակներից նույնիսկ մեծերներ կփաստեն, որ ուսանողները վերջում ներկայացումը սկսվելուց առաջ, երբ որ ազատ տեղեր մնում են, որը ըստ էության չի արվում արդեն վաճառքի վրա, մարդիկ իրենց ուսանողական տոմսերում մտնում են, նայում են, թույլ ենք տալիս։ 102 այդպիսին են եղել եւ անուղղակիորեն նախարարի մեկ այլ հրամանը թոշակառուներին թույլ ենք տալիս իրենց այդ թոշակառուի գրքույկով մուտք գործել թատրոն, ներկայացում դիտելու։ Հունվար ամսին ունեցել ենք նմանատիպ 3 դեպք։ 3 մարդ եկել են ասում թոշակառու ենք, այս էլ մեր թոշակի գրքույկը, խնդրում ենք թույլ տվեք այս կամ այն ներկայացումը դիտենք։ Այսինքն թվերը երբ որ բացվում են, շատ իրատեսական եւ կոնկրետ են։ Հիմա այս հունվարն ասեցի, փետրվարը առանց մանրամասնելու ուղղակի թվեր է ասում։ Մեր աշխատակազմին 92 տեղ, ամբողջ գրաֆիկով շուրջ 20 ու ավել ներկայացում ենք խաղում, որը եմ ասում, միանձին նույնիսկ մի հրավիրատոմս չի ստացվում, էլի։ Կոլեկտիվ խմբերին գալիս է 173 տեղ, ուսանողներին 85 տեղ, թոշակառուներին 1 տեղ, մի թոշակառու եկել փաստորեն ամբողջ փետրվար ամսին ասලා խնդրում եմ թույլ տվեք իմ գրքույկով մտնենք, ասում են որ մենք թույլ ենք տվել այդ պահին, պիտի թույլ չտայինք, ասենք գրանցենք ձեզ, ճշտենք, հասկանանք, նոր թույլ տանք մտնեք, էլի ըստ էության այդպես է ստացվում։ Եվ փետրվար ամսից Պաշտպանության նախարարության N զորամասից համապատասխան ունենք գրություն, որտեղ մշակույթ եւ բանար կապ ամրապնդվելուն միտված եւ այլն, խնդրում ենք մեր աշխատակազմին թույլ տալ, աշխատակազմում ծառայողներն են եւ այլն։
թույլ տալ գան ներկայացում նայել։ Մշակութային կապը իրենց կյանքում բանակ եւ մշակույթ կապ ամրապնդելով միտված։ 36-ն այդպեսին են եղել, հաստացի գրությունով, մարդիկ էլ գոհ են, շնորհակալ են, նախորդ տարի էլ պատվոգիր էին տվել իրենց զորամասի հրամանատարի անունից։ Այս էլ փետրվարը։ Մարտին ունեցել ենք մեր աշխատակազմի այս ամբողջ կոլեկտիվի համար 91 տեղ հրավիրատոմսեր, եմ ասում կամ ազատ մուտքի հնարավորություն, կոլեկտիվ խմբերին եղել են 298 տեղ, ուսանողներին 94 տեղ եւ թոշակառուներին 8 տեղ։ Օրերը երևի տաքացել են, մարտին մի քիչ թոշակառուները կարողացել են տանից դուրս գան ներկայացում նայել։ Այս ամբողջ պատկերն է 1200 թիվը, որը որ մենք արել ենք բխեցնելով մեր պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքից, կազմակերպության մեր կանոնադրությունից, ես որպես տնօրեն իմ արձակած հրահանգից, որը որ ըստ էության շատ նորմալ երևույթ է թատրոնում։ Եվ հիմա սրա մասին 1200 տոմսի մասին ասում եմ, որ դուք ուղղակի արել եք ոչ պատշաճ աշխատանք, հարգելի տնօրեն, եւ հասցրել եք վնաս, որի արդյունքում մենք առաջարկում ենք միակողմանի լուծել ձեր պայմանագիրը, այսինքն առաջարկում ենք քաղաքապետին, որը ձեզ հետ լույսի զեկուցագրով վարչության պետ Գոյ Սարգսյանը գրել է պարոն քաղաքապետին։ Հիմա մեր այս ընդվզումը, այսինքն ձեզ պաշտոնանկ են անում ձեր իրավունքներից օգտվելու եւ սոցիալական իրավունք իրացնելու համար, այսինքն այս մարդիկ ունեն իրավունք օգտվել։ Եվ ըստ էության երեկվա մեր այս քանի որ աշխատակազմի մեջ արդեն այս գրությունը պարզ դարձավ, խոսեցինք, ինչ եղավ, առաջարկ եղավ այսօր այս մեր ընդվզումը հայտնելու եւ խնդրել Երևանի քաղաքապետին անձամբ իր հետ հանդիպում։ Մենք գնանք, չգիտեմ, 15 հոգով, 20 հոգով, 30 հոգով, խնդրենք թող գան այս դահլիճում մեր այսօր մի քիչ կարողանում ենք դեռ պահպանել գույքը եւ ամեն ինչը, որ ներկայացումներ են խաղում, վերանորոգման ենթակա մեր դահլիճում, այսքան աշխատանք ենք ծավալում եւ այդ աշխատանքի դիմաց ինչ ենք արժանանում, որ մարդկանց նաեւ հնարավորությունից զրկենք գալու որպես հանդիսատես դիտելու մեր աշխատանքը։ Իդեպ ես ասեմ, եթե սա մի քիչ աշխատանքային վերածեմ մարքեթինգի առումով շատ կարևոր քայլեր են, որտեղ ուսանողները գալիս են, տեսնում են, ոգևորվում են, ամեն մեկը իր հերթին խոսքից խոսք հանդիսատես է բերում։ Եվ ինչ եմ ուզում ասել, թվերի մասին եմ ուզում խոսել։ Այս 1200 տեղերը, որ երամսյակի կտրվածքով վաճառված տոմսերի քանակի հետ համեմատում ենք, համեմատական կարգով ստացվում է 9.6%։ Նախկինում, երբ որ գոյություն ուներ կար եւ գործում էր մշակույթի նախարարի համապատասխան հրամանը, ինչ է միայն մշակույթի նախարարը ասում, որտեղ տարբեր անգամներ վերակազմակերպվեց, ըստ որի գոյություն ուներ տոմսային տնտեսության վարման կարգ, որով սահմանվում էր, որով հստակեցվում էր, թե տոմսերի, տոմսագրքերի, հրավիրատոմսերի, աբոնեմենտների, թատրոնի հերթին իր աբոնեմենտ ունենալու, այսինքն ամբողջ կարգն ու գործունեությունը։ Հաստացի, քանի որ այդ որոշումը չկա եւ նախարարի մեկ այլ որոշմամբ ուժը գործված է ճանաչվել այդ որոշումը, ըստ էության մենք սրա մասին դեռևս 19-20 թվականներին կոնկրետ չեմ հիշում, երբ որ ես նոր էի նշանակում, համապատասխան նույն վարչության պետի հետ քաղաքապետարանում փորձեցինք ունենալ մի իրավական փաստաթուղթ, որով կկարգավորվեր քաղաքապետարանի ենթակայության 3 թատրոնների տոմսային տնտեսության վարման միասնական կարգը, եւ աբոնեմենտ, եւ հրավիրատոմս, եւ ազատ տեղերի տրամադրում երրորդ անձանց, ինչը մնաց անկատար, չարվեց իրենց կողմից ու մնաց այդպես։ Եվ ինձ առաջարկվեց տվյալ ժամանակ ոլորտը ղեկավարող համակարգող քաղաքապետի կողմից, որ կարող ենք այս իրավական ճանապարհով գնալ, որը որ օբյեկտիվ է, նորմալ է եւ ազնիվ է։ Նշվածս իրավական ճանապարհով հղում տալով պոակների մասին օրենքին, կանոնադրությամբ եւ տնօրենի գործադիր մարմնի լիազորություններին։ Հիմա ինչ է ստացվում արդյունքում։ Այս ամենը, որ մենք ունենք, ստացվում ենք սխալ ենք աշխատել։ Բայց ինչ եմ ուզում ասել,
Մենք այս ամեն ինչը հասկանում ենք, չէ՞, բոլորս էլ հասկանում ենք եւ Երևանից բխող մեր այդ բողոքը, ընդվզումը եւ այսօրվա հավաքը հենց դրա մասին, որ եթե մենք խնդիր ունենք, մեզ կարելի է ուղիղ ասել մենք ինչ խնդիր ունենք, բայց այս տեսակ փոքրիկ արհեստակցին խնդիրներով փորձել բնականon գործունեությունը խաթարել, նախկինում մեկ ամիս շարունակ իմ կողմից ստորագրված պայմանագիրը սուբսիդիայի հատկացման վերաբերյալ որ պիտի տրամադրվեր Երամսյակի համար նախատեսված, այսինքն ամեն ամիս պիտի լիներ այնքան է կուտակվել, որ արդեն ապրիլի 17-ին հատկացվեց 4 ամսվա կեսից հետո Երամսյակի գումարը, որ մենք կարողանանք համապատասխան մեր վճարումներն անել, հարկերը վճարել, աշխատավարձ տալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ստացվում է այդ ամբողջ շղթայական կապը, որ մեկ ամիս շարունակ սկզբից ասեցին, ինչպես ուղղակի եթերից երևաց խնդիր ունենք, խնդիրը ձեր մեջ չի, խնդիրը ուրիշ տեղ է, հետո ես հրավիրվեցի զրույցի, որ ասաց, որ միգուցե տեխնիկական աղել հարցը լուծվել է։ Այո, հարցը լուծվեց, բայց նշանակում է այդ հարցը ենթատեքստ ուներ։ Ամենաուղիղ ձևով առաջացնելու աշխատակազմի բողոք ընդվզում իմ դեմ, բայց ստացվեց, որ մարդիկ հիմա մենք նստած ենք եւ հաստատի երևում է մեր իրական փոխադարձ հարգանքը, սերը եւ վերաբերմունքը մեր գործին որպես նվիրյալներ եւ պրոֆեսիոնալներ։ Հիմա ինչ է ստացվում։ Մի հատ էլ մենք պիտի մեր, այսպես ասած, իրական ստեղծագործական process-ը, գործընթացները 95-ամյակին միտված ծրագրեր ենք բազմաթիվ անգամ փորձել քննարկել իրականացնելու, հրավիրել ենք հանդիպումների, հրավիրել ենք քննարկման, չի եղել, այսինքն մենք թողել ենք մեր իրական գործը, այս մեկ դարյա թատրոնի պատմությունը, որ պիտի արժևորեինք, նշեինք եւ այլն, իդեպ ծրագրերի ընթացքի մեջ են որոշակի բաներ դեռ նախատեսվում են անել, մենք թողել ենք ինչից ենք խոսում։ Ում եք հրավիրել, պարոն Թորոսյան։ Սահմանված կարգով մենք ունենք գեղարվեստական խորհուրդ, որտեղ ի պաշտոններ եւ նաեւ արդեն հրամանով գեղարվեստական խորհրդի անդամ է հանդիսանում համապատասխան վարչության, մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գորժ Սարգսյանը։ Այսինքն Գորժ Սարգսյանը, ով այսօր առաջարկել է ձեր պաշտոնակության հարցը քննարկել։ Հիմա սրա մասին է խոսքը։ Ընկերներ, բարեկամներ, ես հասկանում եմ եւ ընդունում եմ ձեր անհանգստությունը, բողոքը եւ այլն։ Հիմա մենք, ելի եմ ասում, պիտի այն ինչ որ նախատեսել ենք, ավելի պարզ ասած, հանդիպում Երևանի քաղաքապետի հետ խնդրենք գա այստեղ այդ խնդիրների մասին խոսենք, որտեղ մենք մի շարք խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները բնականորեն մեր ընթացքի վրա ազդում են։ Այս ամբողջ ասելիքը, սրա մասին մենք բոլորս տեղյակ ենք, եթե խոսք ունենք ասելու, չգիտեմ, երեք խոսում ենք սրա մասին, խնդրեմ կարող եք արդեն գալ հանգամանալից այս ամեն ինչի մասին, ու նաև ձեր մոտեցումը եւ պրակտիկը ունենալ եւ հայտնի։ Բայց երեք որոշեցիք, որ այսօր ուրիշ բան պիտի լինի, չի ինչ որ պիտի գա, ինչ որ դե ասել ենք, այո, ով պիտի գա, ով պիտի գա, քաղաքապետը մարդ ընդդրից։ Որ գա։ Հիմա տեսնենք աստված առաջ բնականաբար վստահ ենք, որ իրազեկել են, եթե իրազեկված չեն, մենք կփորձենք ինձ թվում է կարող ենք նաև հիմա կապ հաստատել, ես կխնդրեմ զանգենք հիմա եւ հրավիրենք, եթե տեղյակ չեն, որտեղ մեր գործընկերներից ասել են, որ անպայման կտեղեկացնեն, առաջարկում եմ զանգենք։ Պարոն Հարությունյան ջան, կզանգեք։ Խնդրեմ զանգեք Գորժ Սարգսյանին։ Իսկ ինչու Գորժ Սարգսյանին։ Ինչու եք խնայում քաղաքապետին, գուցե քաղաքապետը տեղյակ չէ եւ մոտիվացված են նրան ներկայացված թղթերը։ Պարոն Թորոսյան, կներեք, խնդրում եմ, մենք լրագրող ենք եւ մեր շրջանակներում պարբերաբար շոշափվել է այս թատրոնի վրա կուտակված այսպես սև ամպերի մասին ինֆորմացիան, այդ թվում աշխատավարձերի հետ կապված թեմաները եւ ինչպես դուք եք նշում, փաստորեն սա նաեւ սադրանք էր քաղաքապետարանից, որպեսզի այսպես կոլեկտիվը հարգարժան դերասանական կազմը դուրս գա երևի թե տնօրինության դեմ, բայց դուք լավ եք հասկանում, որ
այսպես անընդհատ շարժառիթներ փնտրելով իրենք փորձելու են այդ ինֆորմացիան ուրիշ կերպ հրամցնել։ Գուցե հենց քաղաքապետին, ի վերջո Աստված չէ քաղաքապետը, մեզնից մեկն է։ Պարոն Հարությունյան, խնդրում վարչության պետին զանգեք, տեղեկացրեք, որ քաղաքացիներ են, եւ քանի որ Քաղաքապետը չի գա, ավելի կարևոր գործով է զբաղված։ Անմիջապես ներողություն եմ խնդրում, հա թողեք։ Կներեք ինձ մի թելադրեք։ Իրեն պիտի իրազեկենք, եթե դեռ չեն ասել, ասեք, որ մենք կոլեկտիվով ուզում ենք պարոն քաղաքապետի հետ հանդիպում, եթե հնարավոր է, սիրով կարող ենք ընդունել, հասկանալ, որ հնարավոր կլինի թե ոչ, եթե ոչ, մեզ ընդունի, մենք գնանք մեր խնդիրների մասին խոսելու։ Իսկ դուք գնաք քաղաքապետարան։ Մալինկի կնյազոկը ով ա որ ամբողջ կոլեկտիվը պիտի գնա իրա դուռը, այդ իրա թատրոնն է, քաղաքապետարանի թատրոնն է, թող մի հատ գա տեսնի ինչ ա անում այս թատրոնը, այս ինչ ա անում, ինչ ա ուզում մեզանից, կորմն ա պակաս է։ Իսկ հանդիսատեսի շարքում երբևէ տեսել եք մշակույթի կրթության Ոչ մի նախարարի։ անգամ, նրանք ոչ էլ հետաքրքրվում են, մեզ մոտ բազմաթիվ բաներ ա լինում, պրեմիերաներ, ոչ մի անգամ, ոչ մեկը չի գալիս։ Մի հատ Քաղաքապետը, փոխքաղաքապետը։ Քաղաքապետը ընդհանրապես это вот не բաժիճելա, նա չի գա։ Ներողություն եմ խնդրում, ներողություն եկեք կասկածության չշեղվենք, խնդրեմ Վահան ջան, դուք ասեք։ Ներողություն եմ խնդրում, էլի, եթե հնարավոր է ամենայն հարգանքով ձեր գործունեության նկատմամբ թատրոնի ներքին խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկում, եթե խնդրեմ կանջատեք։ Մի առաջարկել իմ կողմից, դուք լավ եք հասկանում, որ ընդհանրապես բոլոր պաշտոնանկությունները եւ ընդհանրապես թատրոնի կյանքում փոփոխությունները միշտ արվել են առանց մեզ, այդ թվում առանց ձեզ։ Դուք լավ գիտեք, թե քանի թատրոն է միաձուլման անվան տակ վերածվել, ու դուք լավ եք հասկանում, որ post factum են եղել այդ թվում մեզ հենված ձեր բողոքները։ Հիմա մի այսպիսի բան, ես նախապես նախ թույլտվություն եմ խնդրել, եւ դուք լավ եք հասկանում, որ ձեր խնդիրը արդեն դուրս է եկել ձեր թատրոնից, եւ հիմա քաղաքային իշխանության եւ ձեր միջև է։ Իդեպ ես արդեն տեղեկացրել եմ նաեւ ավականու անդամներին եւ իմ գործընկերներին, ես կարծում եմ նրանք շուտով կմոտենան, այսինքն մեզ արգելվելու են նկարել այն խնդիրները, որի մասին դուք շոշափում եք եւ որոնք պիտի այսօր լուծում ստանան։ Ձեզ ոչինչ չարգելվեց, ես ուղղակի խնդրեցի ձեզ, եթե հնարավոր է կանջատեք ուղիղ հեռարձակումը, թե ոչ, խնդրում եմ հարցից պատասխանել, այո կամ ոչ։ Պարոն Թորոսյան, ես իհարկե դեմ եմ, որովհետեւ ենթադրում եմ, որ սրանք մի օր փաստ կդառնան եւ ձեզ կօգնեն։ Շնորհակալություն, բայց փառքաստո մենք մեզ օգնող շատ փաստեր ունենք։ Եթե դուք օգնող փաստեր ունեք, այդ դեպքում ձեր փաստերը իրա հենվեիք եւ արդեն 4 ամիս է, 5 ամիս է, երբ որ աուդիտները ձեր մոտ աուդիտորները նստած են, ինչ խնդիր եք լուծում հարգելիս։ Ոչ մի խնդիր, չէ՞։ Մի ժամը ձեզ հետ ենք խոսում։ Դուք երկրի հարցերից ընդհանրապես տեղյակ եք սիրելիս։ Մենք ամեն տեղ կան, տեղեկացնեմ ձեզ, ամեն տեղ։ Ու օգնելու համար ենք։ Փաստ է, որ արձանագրում ենք, ձեր խնդիրը ո՞րն է, այսինքն ինչի՞ց եք խոսում։ Չգալ, որովհետև տարական կուլտուրա։ Ձեզ ընդամենը տեղեկացնում ենք։ Ժողովուրդ, ընկերներ, մի վարքյան, եկեք մի հատ իրար ճիշտ հասկանանք։ Եկեք ներողություն եմ խնդրում, մի հատ պարոն Հարությունյան ջան, խնդրում եմ ասեք, խոսեցի, ինչ ասես։ Ես ասեցի, որ ամբողջ կոլեկտիվը սպասում է, լավ կլինի, որ դուք գաք, հանդիպան կամ դասավորեք մեզ համար հանդիպում քաղաքապետի հետ։ Ասեց, շատ լավ, ես կզանգեմ։ Շատ լավ, պարոն Գասպարյան, խնդրեմ խոսք եք ուզում ասել, կարող եք գալ այստեղ։ Ինչ եք առաջարկում, պարոն Հարությունյան, ես անջատեմ, որովհետև 1-2 դերասան դեմ է, մնացածը կողմ են։ Դուք ի վերջո հանրայնացնում եք այն խնդիրները, որոնք արհեստականորեն ձեր վրա Ես չեմ ծանրացել են իմ կարծիքով։ բայց ինչի պետք է չգնա։ Պարզապես դուք անմիջ դիալոգի մեջ եք։ Ուղղակի նկարեք, որ լսենք մենք էլ չենք հասկանում։ Այդ դիալոգները հետաքրքրում են ոչ միայն ինձ, նաև մյուսներին։ Եկեք ձեր ճաշակով չաշխատենք, եթե կարելի։ Ոչ մի դիտողություն չարեցի ու գնացի և երկար մտածելուց հետո ինչ կարելի անել չիմանամ ով ասել, որ
շատ են տոմսը հրավիրատոմսը լիկերներ առաջներում նախ ոչ մեկը թատրոնին չէր ասում, թե դուք պետք է մեզ իմացանեք, որ այդ հրավիրատոմսը այդպես բան գույություն չունի, այդպես հրահանգ չկա, թատրոնին տնօրենը իրավասու է այդ գործունեությամբ զբաղվում։ Դա ոչ միայն մեր համար, դա թատրոնի համար, թատրոնին, այսինքն ավելի տեղեկացնել ժողովրդին, որ ստեղ թատրոն կա։ Մեր պլաններում մտնում է նույնիսկ, որ ծնողների համար ներկայացումներ ստեղծել։ Եվ այդտեղ էլ պետք է հրավիրատոմսեր տա, որ սովորել, զարգանա այսի։ Եվ հանգած գալիս է, որ դուք պետք է ինձ ասեք, որ ես թույլատրեմ, թե չթույլատրեմ։ Հիմա ժամին մեկին գալիս են այդ թելի խոշականները, ետ տնօրենը պետք է զանգ տա, ասի, որ իրենք ոգեկել են թույլ եք տալի ես իրանց տա։ Ժամը 7-ին ում զանգի։ 7-ին գալիս է, իսկ 7-ին ում զանգի։ Այսքանում եք, այսինքն սա սարքված ինչ-որ մի գործողություն։ Մատի ծեցած գործը։ Այո, որովհետև եթե չկա ոչ մի լուրջ, նույնիսկ ասենք, որ շատ է այդ հրավիրատոմսները։ Եկեք ասեք, եկեք հանգիստ ասեք, Պարոն Թորոսյան ջան, քչացրու, մի արա, թե այդ նկատողություն կանի։ Չէ, մի անգամից որոշում են անել։ Ինչն է նպատակը։ Բացա չէ, ինչն է նպատակը։ Նպատակը միակն է, միակ պրոֆեսիոնալ մարդուն հանեն, որովհետև էդ են ուզում։ Չէ, ուրիշ բան եմ ես կարծում, որ իրանք ինչ-որ մի մարդ ունեն, որը պետք է ստեղ տեղավորել խցկել, այն նոր ռեմոնտը կսկսել։ Եվ ինչա կատարում։ 2 տարի է մեր քթից հանեցին այս ռեմոնտի հարցը։ Ես այն ժամանակվանից արդեն սկսել եմ կասկածել, որ ստեղ ինչ-որ հարցեր կա։ Եկան այդ տարերը կիսատ պրատ, որը կամուցի դրսել, ընդեղ սիմիլը կծած, մենք այդ ստեղծագործող մարդը չի բանում, վաղը սկսի, մյուս օրը սկսի, ինչ անի, զբաղվի այդ գործում, չզբաղվի այդ գործում։ Այսինքն գալիս են խոչընդոտին։ Իրանք չես իմ թատրոն, իրանք չեն հասկանում թատրոն ինչ։ Այ դա ասեք, այո, չեն հասկանում։ Եվ դրանից գալիս է, որ կարելի է տեղավորել ինչ-որ մարդին։ Այս մարդը 3 հատ պրոֆեսիա ունի, դերասան, ռեժիսոր, մենեջեր։ Էդ ու մեկ բերելու։ Եթե այդ մարդը, որին իրան խոսք են տվել, որ ստեղ են բերելու, պարզի, որ թատրոնի մարդը, ինքը պտի ամանչի, տեսիկայություն, պտի չանի, պտի հրաժան, որովհետև սա, գիտեք ինչ է, ամենակարևոր թատրոններից մեկն է։ Պատրամի հանդիսատեսի թատրոնը, ոնց կարելի է այդ թատրոնի հետ խաղել։ Որտև անհայրենիք են իրանք, բոմժ են, բոմժ, հավաքածու բոմժերի, որ չեն հասկանում ինչ բան է հայրենիքը, ինչ բան է երեխան, որին պետք է կրթել, որ դառնա նորմալ մարդ, ոչ թե իրանց նման։ Առաջերտի մենք դասիրակում ենք քաղաքացի, վաղվան քաղաքացի։ Ինչքան խոսակցություն ականում, ինչքան փորձել ենք անում, ինչ նորություններ ենք ուզում ստեղծել, թատրոնը ավելի զարգանա, ավելի հետաքրքիր լինի։ Ես ասեմ առաջ անգամ, երբ որ ես եկա ստեղ գործել, գարդերոբում հագուստ չկար,
տնօրենն ինձ իր կասյում ասում է փոքրացրեք, որ բան անենք, տան իր դերասանը։ Սես պատը հասկանում եք, ես պատը պրոֆեսիոնալ է, նայեք ինչքան, ասենք, թե դեկորացիան վեր, ինչքան զարգացա, ինչքան հետաքի դարձա, ծախսի մասին չի մտած։ Վաղը գաղթվիլյա, ես չեմ անում, այդքան մարդ ունի, որ կարող են թատրոնների, տնօրենների բոլորի փոխել, եւ ինչի համար։ Փոխեցին, թատրոնը փոխեցին, այլանդակեցին, թատրոն գոյություն չունի, ոչ դրամատիկը, ոչ բանը, Մհեր Մկրտչյանը, խեղկատակ են դարձել ընդեղ բոլորը, որովհետև ղեկավար չունեն, այն ում որ իրանք նշանակել են իրանց մարդկանցից, ոչ մեկը չի հասկանում ինչ բան է թատրոնը, դրա համար խեղկատակություն է այնտեղ կատարվում, ոչ մի բան չկա, խանդվում է։ Դրամատիկ թատրոնի գերաստական ղեկավար դերասան, որը ստեղծեց Դաշնիկիչի թատրոնը, Արմեն Խանդիկյանը, չկա թատրոն։ Այդ դրա մասին։ Գիտեք, թատրոնը երբեք չի հանում են մարդկան։ Իսկ հիմա հանում են, ասում են պետք չի։ Որտև թատրոն հասկացողություն չկա։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք հազիվ սկսեցինք պիտի շնչել։ Չէ, ինչ-որ շատ եք շնչում։ Այդքան չի կարելի շնչել։ Չիպոլինոյի պատմությունն է։ Ես հաստատ ասում եմ, որ դա նպատակը մեկն է։ Ոչ թե թատրոնի իմիջը բացացնել, այլ վերել, պաստորել իրար մարդը։ Որին չլինի։ Որին չլինի։ Որովհետև իրանց մարդը իշխեմ անում, ով է, բայց այդ մարդը իրավունք չունի այդ դրվի, դա էստեղ։ Այլ է։ Այս ամեն ինչը շող լիրիկա է։ Իման այդ մեր տոներով ենք ասում այդ սա։ Բերեցին, կարդացին, ես որ կարդում ես, այս գրածը, սա բանը, կարծեմ բանի մոտ էր, Ֆիլկինը գրամատը, Ֆանվիզինի մոտ կարծեմ, այս գրողը տգետ, անգրագետ մարդը, որը ոչ օրենքից է հասկանում, ոչ կարգ ու կանոնից է հասկանում, ոչ թատրոնից է հասկանում, եկեք մի բան ճշտենք, էլի, ժողովուրդ, հայտարարված է պատերազմ, ես սա ճոռոն բառեր չի, մեզ պատերազմը հայտարարված ու խուժան կռիվ, խուժան, որ ոչ մի բանի դեմ չեն կանգնելու, ամեն միջոցի դիմելու են, ու այս խուժան կռվի մեջ, պիտի արժանի դու էլ չկանգնես նենց, գիտեք ինչ, գնանք ասենք, ով պարոն Գորժ Սարգսյանը, Ինչ այրանց ներկայացնում դա։ Պետի սենց անենք, եկեք, սենց անենք, եկեք, չի գալիս, գողանանք բերենք։ Բերենք ստեղ ասենք, այ բան, գոշ, ես դու քո գրածից բան հասկանում ես, ես ինչ ես ասում, ես ում ես եկեր ասում, ինչ ունենք մենք այսօր, մենք ունենք թատրոն, մենք ունենք աշխատանք, մենք ունենք հրաշալի ղեկավար, ու սա ես բոլոր տեղի մազերը սպիտակած մարդ եմ, ոչ թե քծնելու բանի համար եմ ասում, այլ լուրջ եմ ասում, ունենք տնօրեն, որը մարդկային առումով, նո ինչ ասեմ, իդեալական է, գող չի, ավազակ չի, ստախոս չի, ընկերասեր է, ուտող խմող է, քրիստոնյա է, աշխատող, բերող, լուրջ եմ ասում, այս ծոմը վերջացել է արդեն, այս մարդել է մի բաժակ չի խմել։ Այսինքն ունենք, այն ինչ ունենք, չէ, մենք մեզ ունենք, մենք տարբեր ենք, մենք մեկը մեկին կարող ապատահի, ասի, վիրավորի ստեղ, բայց ստեղ մենք իրար լավ հասկացել ենք,
մենք իրար բռնած ենք, մենք իրար հիմա մեզ ներսից ուզում ենք քանդել։ Խալաթ են անում։ Ուզեցին քանդել, խնդրում եմ, մի րոպե։ Բերեցին աուձի։ Տնտեսապես տեսան, որ ֆիք, իրավական ոչ մի բան չկա։ Սկսեցին մեր տնտեսականը, այսինքն մեր եկամուտներին կպնել, որ մենք բոստանանք, չեղավ։ Ինչ դրա համար եմ ասում խուժան կռիվա։ Ինչ են որոշի անեն, որոշել են գտնեն վաղը ճիշտ գալու են ասել, արա հլստենայի։ Ստեղ ինչի դեգլուչացիա չեք դրել։ Ստեղ պետք է լինի դեգլուչացիա։ Հրաման, խնդրում եմ ազատել տնօրենին, դեգլուչացիա չի դրել դե։ Հասկանում եք ինչա ուրա գնացել։ Դրա համար այս պարոնին պետքա ինչ ասեմ։ Բերանս ուրիշ բաներ է գալիս, չեմ ուզում հիմա արտահայտվեմ, բայց պետքա գողանալ բերել ստեղ, պետքա ծեծել այդ տղուն, ու ես հիմա, եթե ձայնագրում եք, ես ասեմ, սա արդեն օֆիցիալ քաղաքապետին եմ ասում, դիմում եմ քաղաքապետին, քաղաքապետ ջան, եթե մեր կոլեկտիվում կլնեն մարդիկ, ովքեր նու կողմնակից կլնեն ձեր գաղափարին, ձեր գաղափարախոսությանը, եթե չեք ուզում այդ մարդկանցից էլ զրկվել, խնդրում եմ վաղը այդ Գորշ Սարգսյանին, խնդրում եմ ազատեք աշխատանքից, որովհետև այս մարդը իր տգիտությամբ ու անգրագիտությամբ վարկաբեկում է քաղաքապետին ու քաղաքապետի ինստիտուտը։ Սենց մարդիկ պետք է չլնեն։ Սենց մեկը, այս մարդը ժողովուրդ, ինչա, ինֆուզորիա է, սա մարդ չի, սա միդուզայի պես լպրծուն այդ մատների արանքով դուրս պրծնող տիպա, որտև եթե մարդ ես, եթե ինչ-որ բան ես տեսել, եթե դու ստեղծագործող ես, եթե դու ուզում ես այս կոլեկտիվին օգնել, ախպեր, դուրը բացել, 7 տարի այդ մարդերը չենք տեսել։ 90-ամյակ արեցին, 95-ամյակ ենք անում, մի անգամ մտել եք ստեղ, մի անգամ ասել եք, բան Սանթրոսյան, ինչով քեզ օգնենք, ինչ կա որ Արեգ ջան, ինչ ես ուզում, կամ ջահելներից երեխեք, կարող է Շուշան ջան, ինչ ա եղել, ինչով քեզ օգնենք, մի անգամ մի բան ասել եք, չեք ասել, հիմա ուզում եք քանդեք արա, ինչի, լավ քանդող բրիգադը հասկացանք, եկակ, դե հիմա ավիրել եք, պրծել եք, արա գնացեք թողեք աշխատենք, թողեք գործ անենք։ Մի խոսքով, ասելիքներ շատ կան։ Ես ինչ եմ ձեզ խնդրում, ժողովուրդ, վախս, ես չեմ վախում ոչ մի բանից, աբսոլյուտն է։ Խնդրում եմ դուք չվախենաք, ոչ մի բանից, բայց եթե մենք, եթե սա պատերազմ է, եթե մենք կանգնել ենք այս ճանապարհի վրա, ես ուզում եմ, որ մենք մեր մեջ պարզենք, ով է, ով։ Ես ոչ մեկին ոչ մի առաջարկ չեմ անելու, ես գնացող եմ մինչև վերջ։ Ես գնալու եմ, ինչ պիտի մեզ անեն, այսքան մարդում, պետք է բերեն ինչ-որ մի հատ մեկին ներկայացնել, չեն գալու այդ ներկայությանը։ Այս մարդիկ մոռանում են, որ Հայաստանը այնքան փոքր է, Երևանը դրանից 10 անգամ փոքր է, մեր այս ասպարեզը 1000 անգամ փոքր է, դրա բանից, Պոնչիկանոցից 2 հատ ճանճ մտնեն դրամատիկ, ստեղ արդեն գիտենք, որ 2 խամ ճանճ մտել են դրամատիկ։ Այս սաղ տարածումը գիտենք այդ թեկնածուների անուններն են, գիտենք թեկնածուհու և թեկնածուի անունները, գիտենք ով է կանգնած դրանց անմիջապես գլխին, գիտենք ով է կանգնած ամենավերևը, որտև այս ինֆուզորիան մենակ ոչ մի բան չեր անի, սա դուխ չունի այդքան, որ ինքը որոշում կայացնի, այս ինֆուզորիային մեկը տշել է, ասել է դավայ արա, լգրիմյա, այս էլ ենքան անուղեղ է, որ վեցրես ենց հիմար բաներ է գրել, հրավիրատոմսը, այդ հրավիրատոմսերը տեն ժողովուրդ, գնալու եմ, ես գնալու եմ ինչե վերջ, ով որ կուզենայի, որ մենք շատ կարճ ժամանակում պարզենք,
ով է։ Ոչ մեկին ոչ մի բան չեմ ուզում ասել։ Կհասկանամ բոլորիդ էլ ձեր, որովհետև կարող է, տես ասում եմ, կանգնած ենք ստոր բանի առաջ, կարող է մինչև վերջը գնամ։ Պիտի ճշտենք, ով ինչով է, ով է։ Ու հետո շարժվենք։ Ու մենք կհաղթենք։ Բանի դրանց նրանց հարցը ուրիշ է Գոյ թատրոնի, բայց չպիտի լինենք։ Մենք պիտի նրանց կողքը լինենք, ժողովուրդ։ Սունդուկյան թատրոնի դերասանները պետք է իրանց տնօրենի ականջից բռնեին ու ասեն, ես ինչ ես անում արա։ Ներողություն, պարոն Շահվերդյան, Դավիթ Հարությունյան։ Իսկ պարոն Շահվերդյան, միջև վերջ գնալը ո՞րն է հարգելիս։ Ներողություն, էլի խնդրում եմ։ Ես ես խնդրում եմ, էլի։ բան կորիդորում կշարունակեմ։ Եկեք։ Ժողովուրդ, ինչը կա պարզ է, արդեն նոր հեծանիվ չի ստեղծվելու։ Ես մենակ մի բան եմ ուզում խնդրեմ ընկերաբար, որպես գոլեգաներ, ինչ որ պարոն Շահվերդյանը ասեց, սա իսկապես ամեն մեկին է, հավատացեք սա խնդիր այնքան խորն է, ինչքան որ այսբերգը տակը ունի, մենակ Թորոսյան Էմինի անձով բացվեց այդ սա, ու ժամանակին ուրիշ խնդիրներ էր իմ հետ, այդ թողն է, հիմա թատրոնի ապագայի հարցն է, ես ես իրոք եմ ասում, առանց չափազանցնելու այս ահռելի 100 տարեկան համարյա թատրոնի վաղը, չգիտեմ Միրզերի ապագայի, Ստաժոնի ապագայի, կիսված, չգիտեմ ինչ եղած, իմ սիրտը ցավում է, որ այս ամեն մեղի համար, ամեն ներկացի, ներկայացման, խաղացած դերի, այս մյուս չարչարվածի, այսքան ինչքան արդեն անում ենք, ամեն ինչ սիրով, նվիրված Չգիտեմ, ինչ քաղաքապետը ինձ թվում է ահռելի Երևան քաղաքի հոգսերը այնքան շատ է, որ սա ուղղակի աբսուրդի ժանրից է, սա պիեսի նյութ է ինձ թվում է, որ թատրոնի պատմության մեջ ես չեմ լսել, ես դերասանի տանն եմ մեծացել, թատրոնի մարդ եք բոլորը, ինչ է նշանակում հրավիրատոմսը, մենք պետք է իմանանք ինչ եք անում։ Զանգահարեն քաղաքապետին կարելի է ասենք ամեն անգամ պետք է զանգենք, հարցնենք, ասենք կարելի է այստեղ 5 հատ տալ։ Դա իհարկե սարքած է, ֆաբրիկովնի գործ է։ Ես ես հավատացնում եմ, նույնիսկ այս հաղթահարելուց հետո, սա հաղթահարելուց հետո, մենք պիտի սպասենք մի ուրիշ նոր բան, ու դա լինելու է։ Դա լինելու է, չգիտեմ, ասել որ բան, լամպոչկան թրթռումը կարող է պայթի երեխեքի վրա թափվի տնօրենին եկեք հանեք, սա ինչ է։ Սա լավ ասենք 21-րդ դարում մարդիկ ենք էլի, ամեն ինչը մի քիչ չափ ունի, ձև ունի, բայց տեսեք ինչ է տեղի ունենում։ Ես նույնիսկ չեմ ուզում ասեմ մի տարի, ես կարող եմ ավելի շուտվա օրինակներ բերեմ։ Ինչեր է եղել։ Ինչպիսի իգնորի է միշտ թատրոնը ենթարկվել հենց կոնկրետ քաղաքապետարանի կողմից տարբեր քաղաքապետերի ժամանակ եղել է։ 90-ամյակ եք ասում, չգիտեմ, ինչ-որ ծրագրեր է լինում, 1000 հարց է լինում, աբսոլյուտնա իգնորա, հասկանում եք, սա ասենց չի կարելի սենց էլի, ես չեմ հասկանում, ինչ է քսած այս պատերին, ինչ է տեղի ունենում թատրոնի ներսում դրսում, ինչ է եղել, ինչ է մեզ եղել։ 2 ժամից տանը կլինեմ։ Մի տեղից էլ մի ուրիշ անհեթեթ մի բան եմ լսել, գեղարվեստական մասը լավը չի։ Դուք ինչ եք նայել, որ ասում եք գեղարվեստական մասը լավը չի։ Մի անգամ չեմ տեսել դա լիճում։ Այդ գեղարվեստական նույն մասն է, որ այդքան ներկայացումներ է տալիս, ես չեմ ասում բոլորը տենց շռինգով հրաշալի, ինչպես բոլոր թատրոնները ունենք այսպիսի ներկայացումներ, ունենք լավագույն կամ լավ։ Մի հատ ցույց տվեք աշխարհում թատրոն, որ բոլոր ներկայացումները փայլում են, չկա տենց բան։ Մարդիկ են գալիս, գրում են օձիվները, շնորհակալություն են ասում, տասնյակ հազարավոր չէ, եթե ոչ ասեմ 100,000-ներով սերունդ է մտնում դուրս գալիս, սերունդներ։ Մեր ռեժիմը աշխատանքային, դժվար ռեժիմ է, այս թատրոնը ուղղակի այսպես հանձնել ինչ-որ չգիտեմ, ով մինչև հասկանա ձախականջը որտեղ է, սա ավիրվելու է, ժողովուրդ, սա, ես ես 200%, հիմա դու կարող ասեք,
անփոխարինելի է, այս պահին հա, իմ համար հա, որովհետև ոնց ուզում եք հասկացեք, հետ է սաղ գնալու, հետ, գալու են լրիվ ուրիշ մարդիկ, կեսը հիասթափվելու է թողնի գնա, խաղացանկը ջնջվելու է ոտից գլուխ, մարդիկ չեն հասկանալու ինչ անեն, առանց այն էլ այո, մի տարի գործվեցինք, մի տարի, մենք որ միշտ արել ենք 4 ներկայացում, հա, ռեմոնտ է, երբ է այդ ռեմոնտը, ինչի չի լինում այդ ռեմոնտը, դե փաստորեն ուրեմն խնդիր կա այս ռեմոնտի հետ, բերեցին այդ պենոպլեքսները, կպցրեցին այն անձրևը, գցում շպրտում է, քանի տանում է, դա ծախս չէր, դա ափսոս չէր, հիմա լավ անցնենք մի քիչ այդ ռեմոնտային, մեր ստեղծագործականն է, մենք ստեղծագործող մարդիկ ենք, մենք ուզում ենք հանգիստ աշխատել, կարելի է, թե չի կարելի այս երկրում այլևս հանգիստ աշխատել։ Չէ, ես ուզում եմ հարցնեմ, նույն պարոն քաղաքապետ, կամ Գոշ Սարգսյան, կամ այն մեկը, չի կարելի հանգիստ աշխատել, ինչու չի կարելի հանգիստ աշխատել մենք սովորել ենք համերաշխ կոմֆորտ աշխատել, ինչու չի կարելի Եվ ինչու եք դուք գտնում այնպես, որ պետք է մենք ինչ-որ տենց ռետինով սաղ ջնջվի, իսուտ խուզով որի գնա, չգիտեմ ում բերեն նստացնեն, այս սեղանի մոտ ներկայացնեն, բաղը սենց բոլորը դիրխոր նստեն, կամ չնստեն, կամ չգան, այսպես կամաց, իդեպ ես ձեզ ասեմ, ռեմոնտը մի տարվա բան չի լինելու, երկար շրջանա թատրոնը անցնելու, ախր չեք հասկանում, երկար Ինչ իմանամ ինչ ուրախաղեր լինելու, թե չի լինելու, ինչ իմանամ ով կմնա թատրոնում, ինչ իմանամ 1000 տարի թող բոլորը երկար ապրեն, ինչ իմանամ, դա կյանք է, չի կարելի այս ամեն ինչ այնքան մակերեսային սենց վերցնել, կոլոնել ու շպրտել, չեք սիրում մեզ, ուղիղ հիմա ասում եմ, խնդրում եմ, չեք սիրում այս թատրոնը, ղեկավարից մինչև ներողություն հսկիչները, ժողովուրդ եկեք դիմում գրենք դուրս գաք մտնենք մշակույթի նախարարություն։ Չեք ուզում այս թատրոնով զբաղվել։ Ատելի ենք մենք բոլորս։ Քխենք, պրոֆեսիոնալ չենք, խնդրենք, վատնենք։ Ազատեք մեզ, ուրեմն ձեզ էլ ազատեք մեզնից, այս պատմությունը պրծնի այ մարդ։ Մենք փոխանակ նոր պիեսներ բերենք, նոր բեմադրություններ անենք։ Այսքան ջահելություն է գալիս այս թատրոնը եղել է միշտ տրամպլին։ Ոչ մեկին չի ասում, 40-ից ավել երեխա է գալիս տեղ խաղում։ Ամենաշատ ինձ թվում է ստեղ են ջահելությունը, թատերական արտադրանքը բուհի, ստեղ է կրթվում, ռեժիսոր կլինի, պարող կլինի, դերասան կլինի, ինչ են անելու վաղը, այդ սերունդը ինչ է անելու, դուք վստահ եք, որ են մյուս կադրերը դա անելու են, ես վստահ չեմ։ Ես չեմ ուզում մի խոսքով, որ մենք կորցնենք մեր գոնե այս ինչ որ հիմա կա, ես ուզում եմ, որ մենք ուժեղ լինենք, այո, ես ուզում եմ, որ պարոն քաղաքապետը ընդունի մեզ, կամ միգուցե ինքը գա, այս հարցը մեկը միշտ հասկանանք, անցնենք առաջ, արդեն անտանելի է, սա այս մթնոլորտը դժվար է, այս մթնոլորտում ստեղծագործելը շատ դժվար է, մինչև գալիս ես հասկանում ես ինչ պետք է անես, նորից այս մեկը, այս ինչը, հա ինչ եք ուզում Փագեք էլի, ինչ ասեմ, ուզում եք փագեք, ինչ անեք, ինչ եք ուզում անեք, փոխանակ կան չեն ասենք, պարոն Թորոսյան, ռեմոնտը սկսվում է, ամեն տարի, ամեն ամիս հիմա, դուք շրջագայելու եք, այս ինչ մարզը, մենք ձեզ կօգնենք, հանկարծ ներկայացումները չփչանա, պահեք, մի քանի հրաշալի գործեր ունեք, դերասանները հանկարծ պանիկայի մեջ չընկնեն, չցրվեն, հա սենց քացով խփում են, ասում են այն մարդ պետք չի։ Հասկացող մարդն Դավիթ ջան։ Այս մարդուց ինչ ես ուզում Գոշ Սարգսյանի։ Էտա դա Հիմա ես խնդրում եմ ոչ ոք ամուր եղեք, մի վախեցեք։ Պարոն Արտաշեսը շատ ճիշտ է ասում։ Խուժան կրվի վախ, ողջ ջան։ Այս գործ չի, այս բան չի գնացել։ Սա ֆաբրիկովի գործ է։ Վաղը սա հենց մի քիչ դադար եղավ։ Ես ձեզ վստահեցնում եմ, պատրաստ լինենք վաղը մի հատ ուրիշ գրության։ Դրանից հետո չգիտեմ, եթե մենք լռենք, դա լինելու է։ Եթե մենք այսպես ասենք, լավ, ինչ անենք, բան անենք, գնանք տուն։ Չգիտեմ, բազում ձևեր կա գոյություն ունի, ես կուզենայի, որ շատ լուրջ սրան մոտենանք ու չվախենանք։
Ինչ նպատակոծելու են թափվելու է, ինչ են անում։ Ինչ պետք է անեն։ Որովհետև նորից եմ կրկնում, մի քանի անգամ այդ աուդիտը, այս աշխատավարձերը դիտման չտա, հիմա էլ այս տոմսերը, այ մարդ ինչ եք ուզում։ Թորոսյան Էմինը վաղ տնօրենն է, պետք է գնա։ Եկեք մեզ հարցրեք մի հատ։ Դուք հարցրեք մեր կոլեկտիվին, մենք ուզում ենք, որ այս մարդը գնա։ Հիմա մենք ուզում ենք, որ եսիմ ով գա։ Դե հիմա ասում ենք, պարոն քաղաքապետ ջան, չենք ուզում, հիմա ասում ենք, Մենք տնօրենի կողքն ենք միշտ, մի արեք, այս բանը վատ բան է լինելու, վատ է լինելու։ Ես ու գրանժած չեմ անում, վատ է լինելու։ Դու հենց լավ անում ենք։ Վատ է լինելու։ Թատրոնի ճակատագրի հետ մի խաղացեք։ Ես Շնորհակալություն, ներողություն, Տիկին Բաբելյան։ Ես ուզում եմ եւ եթական մարդիկ պատիվ չեն համարում 120 հոգի անոնց կոլեկտիվի լսել պահանջը կամ մենք հարցնենք մեր հարցնելը ինչու եք դեմ մեր տնօրենին մանավանդ մեր տնօրենը որին որ նշանակել է քաղաքապետը 7 տարի աշխատում է, վերջերս ծառայողական քննություն հանձնելուց, գերազանց հանձնելուց, նշանակվել է մինչև, պարոն Բորոսյան, մինչև 28 թվականը, այսքան ժամկետով, չգիտեմ ինչ ա եղել, դե ինչ եղել է արդեն պարզ էր, մեր առաջին իսկ հանդիպումից պարզ էր, որ խոսքը գնում է տնօրենի հանելու մեջ։ Մենք բոլորս պարոն քաղաքապետ լսեք մեր տնօրենը մեզ ձեռք է տալիս։ Մեր տնօրենը լավագույն տնօրենն է, էլի եմ ասում, բոլոր թատրոնների լավագույն տնօրենն է։ Դա ձեր նշանակացն է։ Մենք շերով ընդունեցինք, բայց հիմա շատ սիրում ենք, շատ ենք սիրում, չենք ուզում կորցնել։ Մեզ մոտ առողջ է ամեն ինչ, եւ ստեղծագործական վիճակը, եւ բոլորս իրար սիրում հարգում ենք շատ, այս ամեն ինչը իհարկե տնօրենի աշխատանքն է, բոլորս համաձայն ենք։ Լինում են, ասենք, թեթև ստեղծագործական վեճ է, դա մեր ընտանեկան խոսակցությունն է մեր թատրոնի հետ, դնենք մի կողմ։ Ուզում եմ ասել, եթե այսօր դուք որոշել եք մեզ պարզ է արդեն, տնօրենին հանեք, մենք մեր տնօրենի կողքին ենք։ Սա այս վիճակը, սա ընտրություն է։ Եթե ձայնը ժողովրդին է, մենք բոլորը մենք չենք ուզում։ Այդքան։ Շնորհակալություն, մտքեն, պարոն Սանթրոսյան, համեցեք։ Նստի Նստի Ես արդեն 60 տարի է աշխատում եմ այս թատրոնում։ Ես եւ այսպիսի աբսուրդ, այսպիսի խելքից դուրս մտածված, մատից ծծված հրաման դեռ չէի տեսել, որովհետեւ սա նույնիսկ ծիծաղելի է։ Մարդու արդեն այս դրա հրամանից մարդու էությունը արդեն երևում է։ Դուք ինչ եք ուզում։ Ձեր ամենեք գիտեք ձեր նպատակը որն է, որ դուք ուզում կապ ունեն թատրոնի հետ, դուք գոնե մի անգամ եկել նայել եք որևէ ներկայացում։ Եթե մենք ձեզ հարցնենք, ես ինչ ներկայացումը նայել եք, ինչ կարող եք ասել։ Կարող եք ձեր հանել, չեք կարող, որովհետև դուք թքած ունեք եւ թատրոնի վրա, եւ դերասանի վրա, եւ տնօրենի վրա, ձեզ համար կարևորը ձեր ուղեղում ծակած այդ հիմար նպատակներն են, որ ուզում եք իրագործեք, էդ է, ուրիշ բան չկա։
եկեք բան ունեք ասելու, եկեք կոլեկտիվին հավաքեք ասեք, դուք վատն եք, դուք բանը պրոֆեսիոնալ չեք, ռադներդ քաշեք, գնացեք այստեղից, տնորենը, այո, տնորենը, շատ կուզեիք, որ ամեն թատրոն էսցի տնորեն ունենար, դու նայել եք ես մեր ներկայացման ձևավորումները, նայել եք տեսել եք զգեստները, նայել եք տեսել եք ինչ ձևավորումը, որ երեխեք շշմած նայում են, մենք աշխատում ենք երեխաների համար, մենք մեծերի համար չենք աշխատում, մենք աշխատում ենք երեխաների համար, որոնք գալիս են թատրոն, ինչ որ բան սովորելու, դաստիարակվելու, որովհետև դպրոցը այդ պարտականությունը ի վիճակի չի կատարելու, դրա համար մենք ենք գոնե մեզ վրա ենք ուզում վերցնել, որ երեխան լինի բարի, երեխան լինի ազնիվ, երեխան լինի հայրենասեր, լինի սովորող, այդ ենք ուզում, մենք մեր նպատակը 60 տարի ես այդ եմ արել և իմ ամբողջ շատ ընկերներ, որոնք այդքան աշխատել են այս թատրոնում և հիմա եկել եք, մենք գիտեք ինչ է, ձեր նպատակը փակելն է, այ մարդ եկեք այդ նպատակն է, գիշերը չեք քնում դրա համար, եկեք փակեք, եթե դա է ձեր նպատակը, որ ուզում եք փակեք, եկեք փակեք, պրծեք, մենք էլ գիշերը հանգիստ քնենք, անթադ չմտածենք, այսօր առավոտ վերջատել, մեր աշխատանքը դուք չգիտեք ինչ է, որովհետև դուք կապ չունեք թատրոնի հետ, ովքեր որ հիմա ես չգիտեմ, ովքեր են զբաղվում թատրոնով, նրանք կապ չունեն թատրոնի հետ, չգիտեն դերասանի աշխատանքը որն է, թատրոնի աշխատանքը որն է, տնօրենի աշխատանքը որն է, կամ տեսնեն, նկատողություն ունեք, մեզ նկատողություն ունեք, մի անգամ գոնե ձեզանից քաղաքապետարանի բոլոր աշխատողները, մի անգամ գոնե լավ բան լսել ենք, լավ բան լսել ենք ձեզանից, մի գովեստի խոսք լսել ենք, որ դուք շատ կարևոր բան եք անում, եկել են հրավիրա, այդ որ ժամանակներում է եկել, որ թատրոնի հրավիրա դերասանին, երբ որ ուզում է իրավ ասեք բարեկամը պետք է գա, երկու հրավիրատոն ցավեք, պետք է դերասանը կամ տնօրենը զանգի քաղաքապետարան, թույլ կտա Սամրոցյանի ներկա հրավիրատոն։ Տատիկի համար։ Հյուրերի համար, հյուրեր ունի թույլ կտա, տան թե չէ։ Նաև կասի Սամրոցյան դովա։ Սամրոցյան դովա։ Եթե շատ ավոզով տվեք թողել, ձեր է կտրի։ Էսա, ծեր չի լինի, ես չէի տեսել, չէի պատկերացնում, թե մարդու ուղեղը ինչպիսին պետք է լինի, որ այս տեսակ ձևակերպում տա բերի ներկայացնի թատրոն, այս ձևակերպումը էլ մնացածը չեմ ասում, մնացածը չեմ ասում,